Բարև բարեկամներ։ Հերթական ուղիղ կապն ենք հաստատել Մոսկվայից Փակ TV Երևանյան տաղավարի հետ։ Շատ դժվարությամբ այսօր կապը կարողացանք հաստատել եւ պիտի ասեմ, որ մենք շատ ենք ուզում այդ կապը հաստատել, քանի որ մեր տաղավարում տեղ է զբաղեցրել մի հրաշալի անձնավորություն, մեր TV լավագույն բարեկամներից մեկը, հրապարակախոս գրող հասարակական հանրային գործիչ Ռուզան Ասատրյանը։ Բարև ձեզ Տիկին Ասատրյան։ Բարև ձեզ հարգարժան պարոն Ղուրջան։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Ուրախ եմ, որ այս ծանր դժվարին օրերին նորից մեզ հետ եք մեր կողքին եւ իհարկե այսօր քննարկվելիք հարցերը բազմազան են։ Բայց երևի սկսենք առաջինը այն իրավիճակից, ինչը այսօր տիրում է մեր հարևան Իրանում։ Իրանում իսկապես ծանր դրություն է, չգիտես վաղը ինչ կարող է լինել, ինչ զարգացումներ։ Ես պիտի ասեմ, որ Հայաստանում Իրանի դեսպանի ելույթն էլ եկավ հաստատելու, որ ամեն ինչ չէ, որ միանշանակ է։ Մեր հարևանները դժգոհ են իհարկե մեր երկրի իշխանությունների պահվածքից։ Այդ մասին իր խոսքում ասեց նաև Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Ռուզան, այս մասին ինչ կարող եք դուք ասել։ Մինչև ձեր հարցին անդրադառնալը ես ողջունում եմ Փակ TV բոլոր ունկնդիրներին, քանի որ հունվարը դեռ չի ավարտվել, շնորհավորում եմ անցած տոները, առջևում դեռ էլի մի շատ գեղեցիկ կատարյալ տոն ունենք հայոց բանակի կազմավորման օրը։ Ես ձեզ ցանկանում եմ առողջություն եւ ապահով հայրենիք։ Դուք հարցնում եք, թե ինչ վիճակ է այսօր Իրանում։ Իրանում բավականին ծանր կացություն է ստեղծվել։ Դուք հիշում եք Իրանի գեներալի սպանությունից հետո այն հրաշալի անձնավորության, որը կրացած համբուրում էր զոհված զինվորի որ ոտքը Ղասեմ Սուլեյմանին։ Նրանից հետո, ինչպես նաև Իրանի նախագահի ինքնաթիռի հետ կապված վթարից հետո, Իրանը պետք է հասկանար, որ իր արտաքին քաղաքականությունը բավականին զգայուն է եւ կարողանար ճանապարհները փակել, բայց դրանից հետո իհարկե Իսրայելը հարվածեց Իրանին, Իրանը բավականին զոհեր ունեցավ։ Այսօր Իրանում, սա էլ որերորդ անգամ է, ժողովրդական հուզումներ են բարձրացել։ Խնդիրը նրանում է, որ Այաթոլլահ Խոմեյնին այս ցուցարարներին անվանում է ահաբեկիչներ, իսկ ահաբեկիչներին անպայման գնդակահարում են։ Ցավոք սրտի այսօր Իրանում, Իրանի փողոցներում սպանվում են մարդիկ, ցուցարարներ, որոնցից շատ-շատերը շատ անմեղ մարդիկ են։ Այո, կան այնտեղ, որոնք կազմակերպում են, մասնակցում են այս երևույթներին, բայց չէ, որ բոլորը դուրս են եկել մարդիկ այնտեղ իրենց ցավի, հոգսի պատճառով Իրանում ժողովրդավարությունը կաղում է։ Այո։ Եվ այսօր ինչպիսի ծանր իրավիճակ, մոտ 12,000 զոհեր։ Պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Քանի միլիոն բնակչություն ունի Իրանը։ Ես իմիջիայլուց դա այդ դեպքերը, այդ գնդակահարությունները, այդ երևույթները մեր մարտիմեկյան դեպքերի հետ համեմատեցի, չնայած մեզ մոտ 10 զոհ էին, 100 վիրավոր, բայց այնուամենայնիվ նման մի բան էր։ Բոլոր դեպքերում իշխանությունը կանխում է այս երևույթը, որպեսզի կարողանա պահպանել իր դիրքը, իր իշխանական կեցվածքը, չնայած այս ամենի մեջ կան բազմաթիվ երևույթներ, բազմաթիվ խառնակիչներ, սովորաբար երբ որ ուզում են որևէ երկիր գրավել, որևէ երկրի վնաս պատճառել, գերտերությունները այսօր ինչպես տեսնում եք, եթե հայտարարում են, որ միջազգային իրավունք գոյություն չունի, վերջերս այդպես հայտարարեց նաև Ալիևը, որպեսզի արդարացնի իր գործողությունները։ Հետևաբար ամեն ինչ կարող են դիմել այդ մարդիկ։ Այո։ Եվ
Իրանի այս դեպքերի մասին մանավանդ ինտերնետը անջատել էին, ոչ մեկ որևէ տեղեկություն չէր կարող իմանալ, պարզապես շնորհիվ բժիշկների, որոնք այդ հիվանդանոցները այնքան լցված են եղել, որ չեն կարողացել մարդկանց ընդունել ու տեղավորել եւ այլն։ Այսինքն Իրանը կանգնած է այսօր ծանր փորձության առաջ եւ Իրանի ժողովուրդը սկսում է դուրս գալ իր երկրից, նաև կոչեր արել Ամերիկայի նախագահ Թրամփը իր երկրի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Իրանում, Հայաստանի եւ Թուրքիայի ճանապարհով վերադառնալ, դուրս գալ։ Իմիջիայլոց ցուցարարների օգնություն ցուցաբերելու համար մի քանի անգամ Թրամփը ելույթներ ունեցավ, որ ցուցարարների հանդեպ խստություններ են ցուցաբերում, բայց չեն կարող նաև պետությունը մնում է պետություն, ինքը չի կարող խիստ չլիներ պետության դեմ ընդդիմացողների նկատմամբ, բայց ոչ այդ մակարդակով։ Այնուամենայնիվ ցուցարարներին օգնություն կազմակերպելու համար Թրամփը ժամանակ էր հատկացրել Իրանին 72 ժամ, չգիտեմ այդ ժամերը լրացրել թե չէ, բայց 3 հայտարարվեց, որ օգնական ուժերը արդեն մոտենում են Իրանին։ Իրանը կանգնած է լուրջ վտանգի առջև։ Եթե իր պաշտպանական ուժերը չհզորացնի, Իրանի դեմ այսօր պատրաստվում են նման այսպես հարձակողական կեցվածք են ընդունել ֆրանսիական ուրեմն ինքնաթիռները մոտակա տարածքներում, որտեղ ունի բազաներ Ամերիկան, Ինջիրլիկում նույնպես տեղավորված են այդ F-16-երը եւ այլն, որոնք պատրաստ են ցանկացած պահի Իրանին հարվածելու։ Ցավոք սրտի այդ հինավուրց հարուստ երկիրը, որը մեծ փորձ ուներ, այսօր կանգնած է մեծ նաև մշակույթ ուներ, այո, այսօր կանգնած է լուրջ վտանգի առաջ եւ այդ վտանգը գալիս է այո Իսրայելից, գալիս է Անգլիայից, գալիս է տարբեր երկրներից, որոնք Իրանի գոյությունը որպես առանձին խոշոր պատերություն այդ տարածքի վրա այդքան էլ չեն հանդուրժում։ Իրանը ունի ինքնուրույն կամք, ունի պայքարելու հնարավորություն, ես կարծում եմ, որ ինքը միջոցներ ուղիներ կորոնի այս ծանր ելքից դուրս գալու համար։ Մենք Իրանի ժողովրդին համբերություն ցանկանանք եւ ցանկանանք, որ Իրանը նոր պատերազմի շեմի չկանգնի, որտեղ հարևան երկիր է, Իրանի հետ ցանկացած ծանր երևույթ, ցանկացած ծանր դեպք անպայման երկու քայլի վրա է գտնվում Հայաստանից, անպայման կազդի մեր վրա, որովհետև ինչպես ասում են, եթե հարևանի տունը հրդեհ է բռնկվում, դու պետք է այնպես անես, որ այդ հրդեհը արագ մարի կամ այնպես անես, որ ապահովես քո ընտանիքը։ Մենք պետք է այսօր այս պարագայում շատ չափազանց զսկուշ լինենք յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, որտեղ Իրանը զգայուն վիճակում է հայտնվել։ Ձեր այն հարցին, թե ինչ կարծիքի է Հայաստանում Իրանի դեսպանը Հայաստանում կազմակերպված ցուցարարների այս ելույթներից, որովհետև դեսպանը իհարկե մի քիչ նեղացած էր արտահայտվել Հայաստանի մասին, Հայաստանի իրավապահների մասին, թե նրանք չեն խանգարել ցուցարարներին, բայց պետք է հաշվի առնեին, որ եթե հանկարծ մեր իրավապահները կամ մեր պետությունը միջամտեր այդ երևույթին, ինչ էր դուրս գալու, պետք է ասեին, որ ազատությունը չկա Հայաստանում, այո։ Դրա համար դեսպանի այն հայտարարությունը, որ Հայաստանը ակամա դառնալու է Իրանի դեմ կազմակերպվող երևույթների, բացասական երևույթների, Իրանի թշնամիների, ուրեմն աջակցության կենտրոն, այսպիսի բան զարմացած մնացինք բոլորս մենք, երբ իմացանք, որ այդ ինչ կարծիք է Իրանը մեր մասին, երբ որ մեր մեջ չէ բարեկամություն է հաստատված եղել եւ կա այդ բարեկամությունը։ Ես հիշում եմ, որ հարկելի դիտողներ, հեռուստադիտողներ 90-ական թվականներին դուք հիշում եք, մենք ասում էինք Իրանը
կյանքի ճանապարհ է, որովհետև 4 կողմից շրջափակված Հայաստանը այդ պատերազմի երկարաշարժի օրերին ահավոր վիճակում էինք մենք գտնվում եւ միայն Իրանի ճանապարհն էր բաց, այնտեղից գալիս էր եւ վարելանյութ, եւ սննդամթերքներ, եւ տնտեսական ապրանքներ եւ այլն։ Այո, Իրանը մեզ համար եղել է այդ օր դժբախտ, այդ ծանր օրերին բախտի ճանապարհ։ Եվ այսօր Իրանը ինքն է գտնվում նման դժվար վիճակի մեջ եւ կարծում եմ, որ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը պետք է մտնեն այս ծանր վիճակի մեջ եւ եթե իհարկե կլինեն Իրանից անպատճառ կլինեն այնտեղից արտագաղթողներ, ես կարծում եմ, որ ներգաղթի այս պայմաններում Հայաստանը կհայտնվի բավականին դժվարին իրավիճակի մեջ, բայց պետք է կարողանա կազմակերպել։ Մեր ժողովուրդը նման պահերին չափազանց հոգատար է եւ զգացմունքային։ Մենք պետք է կարողանանք փոխադարձաբար, այո, այդ վերադարձնել 90-ական թվականների Իրանի վերաբերմունքը հայերիս նկատմամբ, որտեղ այսօր մենք չգիտենք, թե Իրանին ինչ է սպառնում, որովհետև եթե Թրամփը հայտարարում է, որ անպայման հարվածելու է Իրանին, իսկ դա անխուսափելի է, միջայլոց Թրամփը Վենեսուելայի դեպքերից հետո, Մադուրոյի այդ արևանգումից հետո անկախատեսելի է դարձել եւ այնպես որ պետք է աշխատենք համահունչ գնալ աշխարհաքաղաքական այս իրադարձություններին եւ մենք հատկապես հայերս Հայաստանում խուսափենք նաեւ ավելորդ տեղ, որը մեզ չի վերաբերվում, որտեղ որ մենք չպետք է մասնակցենք, մեր ձեռքը չերկարենք, մենք կարողանանք հավասարակշռել, պաշտպանել խաղաղություն, դառնալ նաև միջնորդ գուցե այս տերությունների միջև միջնորդ դեպի պատերազմի դադար։ Աստված մի արասե Իրանը այն երկիրը չի, որ հանդուրժի, Իրանը նաև ինքը բավականին ռազմականապես ամուր երկիր է, նա էլ դատարկ չի թողնի այդ տարածքները, նա էլ հարված կհասնի Ամերիկայի տարբեր բազաներին, որը կարծում եմ Ամերիկային էլ ձեռնտու չի։ Դրա համար շատ լավ կլինի, որ այո, եթե Հայաստանում Ամերիկայի դեսպանությունը լսում է ինձ, որ կարողանան ամեն ինչ անել, որպեսզի այդ պատերազմը չկրի նման մեծ մասշտաբ, որովհետև սա կդառնա երրորդ համաշխարհայինի մեծ եւ ծավալուն սկիզբ, որը Աստված գիտի, թե ինչպիսի արդյունքների կհասցնի մեր այս փոքրիկ մոլորակը։ Դե Իրանի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ մեզ բարձ է դարձել, բայց ուզում եմ խոսենք նաև Վաշինգտոնում տեղի ունեցած Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների շատ կարևոր հանդիպումից, որտեղ քննարկվեց Տրամփի ճանապարհը։ Այստեղ նույնպես ոչ միանշանակ են զարգացումները եւ բնական է ձեր կարծիքը մեզ նույնպես շատ հետաքրքրում է։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունները։ Երեք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպեց Մարկո Ռուբիոյի հետ Ամերիկայում, Վաշինգտոնում եւ նրանք անդրադարձան օգոստոսի 8-ի հռչակագրի ծրագրի իրականացման խնդրին եւ նոր այսպես պայմանագիր կնքվեց, որի բովանդակությունը այսպիսին էր։ Ուրեմն փաստորեն այդ պայմանագիրը 49 տարով է կնքվել եւ այնտեղ ուրեմն 74% գործնության, օգուտների, աշխատանքների եւ այլն Ամերիկան պետք է իրականացնի, մնացած 26% Հայաստանը։ Աշխատանքների համար արդեն նախաձեռնությունները իրականացվում են, արդեն գործունեությունը ընթացք է ստանում, այդ թրիպի գործունեությունը եւ այլն, բայց պետք է ասեմ, որ այդ թրիպի համար Իրանը բավականին կոշտ արձագանք է արել, որի զարմանք առաջացրեց մեր մեջ, որովհետև դեռ հունվարի 8-ին մեր արտաքին գործերի փոխնախարարը հանդիպեց Իրանում, Իրանի փոխնախարարի հետ, նրանք երկար քննարկել էին այս հարցը, արդյոք այս թրիպի
այս գործարքը սկսելուց Իրանը կարող է ինչ որ առարկել կամ Իրանը դրանից ինչու պետք է վատ բաներ սպասի իր նկատմամբ, բայց Իրանը հայտարարել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարը, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Իրանի սահմաններին եւ Իրանը դժգոհ է, կարճ ասած Իրանը չի ուզում այս թրիպի գործունեությունը ծավալվի այս պահերին։ Գուցե եւ սա ուղղակի ելնելով իրավիճակից Իրանը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել եւ ինքը այդպես արտահայտություններ է արել, բայց այն որ երկու փոխնախարարները հանդիպել էին եւ երկուսով եկել էին այն կարծիքին, որ այդ ճանապարհը պարզապես կյանքի ճանապարհ է, գործական ճանապարհ է, արևելք արևմուտք իրար կապող ճանապարհ է, Հայաստանի համար կբացվի, նոր ելք կբացվի եւ այլն, չնայած ես չգիտեմ ինչու, ասենք Նախիջևան, Գյումրի, Ղարս այդ երկաթգծի մասին, այդ նոր ծրագրի, թրիպի ծրագրի մեջ բացարձակորեն որևէ տեղ չի արտահայտվել, չի խոսվել, չեմ հասկանում այդ 24%-ը որ տալիս են Հայաստանին, դա Հայաստանին ինչ կբերի, դեռ պարզված չի, թե ինչպես է, ինչ է, բայց միգուցե հետագայում այդ բոլոր բաները կճշտեն եւ կարծում եմ, որ գոնե այդ ճանապարհը մի անգամ մեր պատմության մեջ այս 100 քանի տարվա պատմության մեջ ամբողջովին շրջափակված Հայաստանը գոնե ելք կունենա աշխարհի տարբեր երկրներ եւ կզարգացնի, կբացի իր թևերը։ Հույս ունենանք, որ այդպես կլինի։ Տիկին Ռուզաննա, դե հասկանալի է, որ իսկապես իրավիճակը մեր տարածաշրջանում գնալով ավելի է լարվում, ավելի էսպես սպասելի է դառնում։ Ինչ իրավիճակում է այսօր Հայաստանի Հանրապետությունը, ինչ զարգացումների մենք կարող ենք ականատես լինել մեր երկրում եւ ինչ է պետք ընդհանրապես մեզ անել։ Փաստորեն երեք մենք լուր ստացանք, որ 4 գերիներ ազատվել են։ Եվ հետո երբ որ երեկոյան ես նայեցի լրատվությունները, տարբեր ուսումնասիրեցի, պարզվում է, որ դրանք ուրեմն Սիրիայի ահաբեկիչներ են, 2 հոգու հետ են փոխարինել այդ 4 հոգուն։ Շատ լավ կլներ, որ 10 հոգու հետ փոխարինեին, գուցե եւ ավել։ Այնուամենայնիվ 4 գերիներ, որոնք տարիներ շարունակ այդ ադրբեջանական բանտերում տանկերի եւ այս ասվածքերի շտսեմացման են ենթարկվել, այսօր երեք վերադարձան հայրենիք եւ ես շնորհավորում եմ նրանց հարազատներին, բարի վերադարձ նրանց, թող մաքրվեն հոգով, էությամբ եւ մարմնով այն բաներից, որոնք իրենք կրեցին այդ բերդում, դա բավականին ծանր էր։ Հայաստանը նոր փուլ է մտնում ընդամենը 5 ամիս հետո, հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են եւ ճակատագրական է դա մեր ժողովրդի համար։ Հետևաբար այսօր, ինչպես երեք, ինչպես դրանից առաջ, արդեն ձևավորվում էին շարժումները, միանում էին, դառնում էին կուսակցությունները դարձյալ համախմբվում էին, ընդդիմությունը իր հերթին տարբեր եւ ունենք տասնյակ վարչապետի թեկնածուներ, որոնք ուզում են իշխանության գալ մի մասը այն ինչ որ տարել է պահպանելու համար, այսինքն Հայաստանը որքան որ կողոպտեցին, որքան որ քամեցին, որքան որ Հայաստանը կանգնեցրեցին այսօր այսպիսի ծանր փորձությունների առջև, մի մասը այդպես այդ նպատակով մի ուրիշ մաս, որը ավելի բարեկիրթ է, ավելի գրագետ եւ հայրենիք է սիրում, կարծես հայրենիքի փրկության երգեր են որոնում եւ ահա համախմբվում են, ուժերը համախմբվում են եւ արդեն սկսել են տարածել, սկսել են իրենց այդ գովազդը արդեն տարբեր ձևերով հանդես են գալիս տարբեր հեռուստաեթերներով եւ հանրային նաեւ հեռուստաեթերով եւ այլն։ Հույս ունենանք, որ մեր հայոց ազգը աշխարհի մակարդակով այսպիսի ծանր իրավիճակներում, այսպիսի պայմաններում, երբ որ մարդկանց կարող են իրենց աշխատասենյակներից կամ իրենց տնջասենյակներից կարող են ուղղակի առևանգել ու տանել, երբ որ աշխարհում
արդեն միջազգային կարգ ու կանոն չկա, երբ որ ՄԱԿ-ը չի կարողանում որևէ բանով ազդել աշխարհի օրինական պետությունների վրա կատարվող ագրեսիաների դեմ կամ պատժել, այս բոլորի դեպքում հարկավոր է անպայման շատ զգաստություն, զգուշավորություն ունենանք մենք հայերս եւ գիտակցորեն հանուն Հայաստանի պետության հզորացման, հանուն մեր վաղվա օրվա մեր զավակների պաշտպանության, որովհետև այս աղետը, որ իրանական աղետը, որը մեզանից այդքան էլ հեռու չի, կարող է, ինչպես ասում են, մեզ էլ լավ բանի չկոչել։ Դրա համար ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը ինքը կգտնի ելք իր բարձր գիտակցությունը պաշտպանելու, կատարելու նաև այս 5 ամիսների ընթացքում ուղղակի այն ակտոսներով նայի այս կյանքին, որը իրեն կբերի իսկապես իր հայրենիքի պաշտպանվածությունը, հզորությունը եւ իր ժողովրդի ազատությունը։ Սիրելի բարեկամներ, ես ցանկանում եմ ձեզ, որ դուք ունենաք հզոր հայկական պետություն։ Ժամանակն է եկել, որ Հայաստանը մշտապես եղել է քաղաքակրթության կենտրոն, մշտապես եղել է հզոր երկիր եւ այսօր էլ այս պայմաններում էլ ինչ էլ որ կատարի մեր շուրջը, մենք լինենք զգաստ, սթափ, պաշտպանենք մեր սահմանները եւ կարողանանք մեր գիտակցության, մեր հզոր խելքի, մեր իմաստության շնորհիվ եւ մեր հայրենասիրության շնորհիվ հզորացնել մեր երկիրը, որպեսզի կարողանանք մեր զավակներին պահել մեր կողքին։ Պարոն Ղուշյան, ես շնորհակալություն եմ հայտնում այսօրվա եթերի համար, կհանդիպենք հետագա օրերին։ Տիկին Ռոզաննա, շնորհակալ եմ, որ այսօր էլ մեր կողքին եք, մեզ հետ, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ Ռոզաննա Սատրյանն էր Փակ TV տաղավարում, եւ պիտի ասեմ, որ իհարկե ամեն հանդիպումը այս հրաշալի անձնավորության հետ մեզ ինչ որտեղ նաեւ լավատեսության հիմքեր է տալիս։ Ես ուզում եմ այսքանով եզրափակենք մեր այսօրվա զրույցը, Տիկին Ռոզաննա, ձեզ հաջողություն, մեր ժողովրդին նույնպես համբերություն, դե ինչպես ասում են, կհանդիպենք։ Այսօր այսքանը, ցտեսություն։